Բարի լույս, ձեզ հետ է Ռոբերտ Ամստերդամը։ Ես հանդես եմ գալիս Սամվել Կարապետյանի անունից եւ հետեւել եմ Հայաստանում տեղի ունեցած կեղծված ընտրություններին եւ թույլ տվեք հստակ ձևակերպել. կեղծված բառը դեռ մեղմ է ասված։ Այն հաշվի չի առնում ձեռքով հաշվարկված 100,000 քվեները, այն հաշվի չի առնում բանակի ներգրավվածությունը, այն հաշվի չի առնում ընտրական հանձնաժողովի որոշումը հրաժարվել որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելուց։ Սա իշխող կուսակցության կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված զանգվածային ու մտահոգիչ ոտնձգություն էր։ Ժամանակի ընթացքում մենք կբացահայտենք այս հարձակման բոլոր մանրամասները, բայց այս պահին ես ցանկանում եմ անդրադառնալ Արևմուտքի ցնցող արձագանքին, որը որոշեց գովեստի խոսքեր շռայլել խուլիգան Փաշինյանին, մի մարդու, որը պարսավում էր իր ընդդիմախոսներին, անվանելով նրանց 3 գլխանի հրեշ, բռնություն էր հրահրում նրանց դեմ եւ քարոզարշավ էր անում այն պարագայում, երբ իր գլխավոր մրցակիցը, իմ վստահորդը, զրկված էր որևէ քարոզչություն անելու հնարավորությունից եւ փակված էր սեփական տան պատերի ներսում։ Այս քարոզարշավը ոչ միայն չնպաստեց ժողովրդավարության համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը, այլև որևէ աղերս չուներ ազատ ու ժողովրդավարական Հայաստանի ինստիտուտների զարգացման հետ։ Այն ընդամենը ամրապնդեց ավտորիտար համակարգը, իշխանությունը կենտրոնացնելով մի անհավասարակշիռ անձի ձեռքում, որն անկաշկանդ հավատում է, թե պետական ռեսուրսները գոյություն ունեն միայն իրեն եւ իր գաղափարախոսությանը ծառայելու համար, որքան էլ որ այդ գաղափարները տարիների ընթացքում փոփոխվեն։ Ուստի ես ցանկանում եմ հստակ արձանագրել Արևմուտքի արձագանքի եւ տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ նրանց բացարձակ անտեղյակության մասին։ Նրանց չէր հետաքրքրում հայ ժողովրդի ճակատագիրը, նրանց հետաքրքրում էր Ռուսաստանի վրա հարձակվելը, եւ այս տեսանկյունից նայելով նրանք այսօր հրճվում են առանց որևէ մտահոգության, թե սա ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Իսկ երեք մենք արդեն տեսանք Զելենսկու-Քելը, Հայաստանին վերադարձվեց Ուկրաինա արտահանված բանջարեղենը։ Սա փաստում է, որ այդ բարյացակամությունը դեռ չծնված արդեն թոշնում է։ Բայց եկեք հիշենք Ամերիկայի նախագահներից մեկի հայտնի խոսքը, երբ Լատինական Ամերիկայի բռնապետերի մասին հարցին ի պատասխան ասել էր. կարևոր չէ, որ նրանք շանորդի են, կարևորն այն է, որ մեր շանորդիներն են։ Այս խոսքերը հանգիստ կարող էին պատկանել պարոն Մակրոնին, տիկին ֆոն դեր Լայանին կամ պարոն Թրամփին, որոնց իրականում ամենևին չի հուզում Փաշինյանի ներքին քաղաքական վարքագիծը, քանի դեռ նա աջակցում է Եվրամիության կամ ԱՄՆ-ի այն նախաձեռնություններին, որոնք նրանք հիմնարար են համարում տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունների համար։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Հայաստանի արժանապատիվ փաստաբաններն այսօր արտաժամյա աշխատում են այս ամենը դատարան հասցնելու համար, իսկ մենք մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ պարզելու համար, թե արդյոք Եվրամիությունը, ԱՄՆ-ն կամ այլ կողմեր պատասխանատվություն կրում են այս կեղծված ընտրությունների համար։ Շնորհակալություն։